Սիրելի գյումրեցիներ, համով, հումորով, թասիվով գյումրեցիներ։ Դժվար է դեր առաջ խոսելը, որովհետև ամեն անգամ Գյումրի գալուց մեկը երկրաշարժի հսկա ծանրությունը մինչև այսօր էլ զգում ենք։ Ես 88 թվականին ընդամենը ժամուկես հետո արդեն այստեղ էի ու ամեն անգամ, որ հիշում եմ այդ պատկերը, անկախ ինձանից աչքերս լցվում են։ Բայց ժամանակ անցնում է և մենք պիտի հասկանանք, թե ինչ ունենք և ինչ ենք անելու։ Սիրելի ժողովուրդ ջան, այն վերջին ստորությունները, որ արել է այս իշխանությունը, այս իշխանության պարագլուխը մեր ժողովրդի հանդեպ, պառակտել, բաժանել, թշնամացնել ընտանիքներին, ուղղակի վերջ չունի։ Այն ստորությամբ սրանք, որ վերաբերվում են մեր եկեղեցուն, հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից մեկը, ձեր Շիրակի մարզի սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, մարդ, որի տոհմից Կիլիկիայում 10 կաթողիկոս է եղել, որը ճշմարտախոս, ազնիվ, ամեն ինչ ճակատին մարդ է, այնքան ստոր լինես, որ այդ մարդուն տանես, բանտարկես խոսքի համար։ Սրանից ավել վիրավորանք ինչ կարող ալնել հայ մարդու համար։ Ձեր մյուս համաքաղաքացին։ Ես շատ չեմ ճանաչում, բայց այս քաղաքը ժամանակ է եղել, որ Վարդան Ղուկասյանին 35,000 ձայն է տվել։ Մինչև այլ ազդեցություն ունի, հեղինակություն ունի, մարդու էլ առողջությունը գիտեք ինչ վիճակում է։ Այդ մարդուն ընտրվելուց հետո ամենաստոր ձևով տանես կալանավորես, որովհետև քեզ դեմ է գնացել։ Նույն արեց Վանաձորի քաղաքապետի հանդեպ, չէ՞։ Մամիկոն Ասլանյանի։ Ժողովուրդ ջան, սրանք չարիք են։ Հումորով ասեմ թարսի պես այդ չարիքը ստեղից սկսեց իր ավերները, ստեղից սկսեց իր սատանայական քայլերթը։ Ուրեմն այստեղ էլ մենք պարտք ունենք այս չարիքը նաև մեր ուժերով հեռացնելու։ Տեսեք, ես շատ չեմ սիրում այդ մասին խոսել, բայց մի պատմություն ձեզ պատմեմ, ուրիշտեղ ասել եմ։ Շատ տարիներ առաջ դեռ Արցախը կար, Արցախում զրուցում էինք Ժաննա Գալստյանի, կհիշեք Ժաննա Գալստյանը բացառիկ 88-ի Ղարաբաղյան շարժման ամենահերոսական դեմքերից մեկն էր, Արցախի հերոս։ Ժաննա Գալստյանի հետ խոսում էինք, Ժաննա Գալստյանն ասում էր, երբ որ Քոչարյանը նախագահ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ գալիս էր Արցախ, ասում էինք, պարոն նախագահ, ախր Արցախին քիչ ես հատկացումներ անում, Արցախ քիչ ֆինանսներ է գալիս։ Քոչարյանը, որ ողն ու ծուծով արցախցի էր, արցախցիներին ասում էր, լսեք, բա աղետի գոտին։ Պետական մտածողությունը սա է։ Պետական մտածողությունը, իր սեփական մարդկանց շահերը պաշտպանելը սա է։ Հիշեք այդ տարիներին ինչ արվել Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում հատկապես։ Հիշեք, թե այդ ժամանակ այդ տարիներին, երբ որ Քոչարյանն եկավ, աղքատությունը Հայաստանում 56% էր։ Քոչարյանը գնաց 10 տարի հետո, աղքատությունը 24% էր։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, անցել է 18 տարի, աղքատությունը 21.7% է, և այդ ընթացքում էլ 44,000-ով 2018-ից մինչև հիմա, այս 7.5 տարվա մեջ, 44,000-ով նպաստավորների թիվը կրճատել են։ 24%-ը դարել է 21%, 22%, բայց 44,000-ը հանրեն նպաստի համակարգից շպրտել են դուրս։ Միայն 24 և 25 թվերի տարբերությամբ Հայաստանում ծնվել է 5,600 ավելի պակաս երեխա։ Մենք այս վիճակից պիտի դուրս գանք, թե չէ։ Թե ուզում ենք, ասեցին գործընկերներս, սրանց եթե ատամներով կարճած են իշխանությունից շարունակեն մնալ, ինչ է ունելու։ Սրանք թշնամի են։ Իսկ թշնամուց պետք չէ վախենալ, թշնամուց պիտի կանգնել ու պայքարել։
հանեք ձեր միջից վախը, այդ ուժային կառույցները, ոստիկանությունը, անվտանգությունը, քննիչները, դատավորները, ձեր նման մարդիկը նույնիսկ ստեկացած են, բայց ամեն մարդ ինքը մի քիչ թասիբ ունենա, կներեք, որ գյումրեցիներին թասիբից եմ խոսում, հանեք վախը ձեր միջից, վախենալու չեն, վախ կոտ են, դեմը կանգնես սարսափելու է, ասել աշեր, ձեր սրբազանը, վախից են կողմ ազատությունը, սրանց վերջը եկել է, հանգիստ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք, կազմակերպված եղեք, կողքի կանգնեք և սրանց մենք քշելու ենք ու Հայաստանում ըլնելու է համերաշխություն, Հայաստանում ըլնելու է համախմբվածություն, Հայաստանը ոտի է կանգնելու, ամեն ընտանիք, ամեն մարդ ոտի է կանգնելու, հեսա հատկապես պետք է մեր երեխաների համար, ձեր երեխաների համար, այսօրվա երիտասարդության համար։ Քիչ առաջ որ գալիս էինք, մեքենայով ճանապարհին գալիս էինք, էլի երկրաշարժից հիշում էի ձեր հայրենակից բանաստեղծ Արա Արտյանի այդ օրերի ողբերգական երգտողերը։ Գյումրին մեռավ, Գյումրին չկա, ծովով պիտի վրան սկա։ Բայց ես ձեզ ասում եմ, թեև Գյումրին հիմա մինչև հիմա վեր կա, բայց Գյումրին այսուհետ երգելու է։ Այնպես որ պինդ եղեք, հաղթելու ենք, սրանց ժամանակը լրացել է, սրանք վերջացած։